Նուրին ինչ կուզե Քրիստոսի արյունն է խորհրդանշում նաև կարմիրով ներկված հավկիթները։ Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու ձուն ողջ աշխարհի օրինակն է։ Դրսի կեղևը երկնքին է նման, թաղան թողոթին, սպիտակոցը ջրին, իսկ դեղոցը երկիրն է։ Տակ մեզի անդրևիչնի վրձեզի Իդեպ, պահքի մեջտեղի օրը միջինքին, սկուտեղի վրա ցորեն կամ գարի ենք ցանում։ Ծլածածիկը զատկական սեղանի զարդն է, որի վրա դասավորում ենք հավկիթները։ Ախնինար, ջաննինար, հանիկնինար Հիմա հավկիթներն ինչ գույնը ասես, որ չեն ներկում։ Դա իհարկե տոնականություն է հաղորդում սեղաններին ու հատկապես երեխաների աչքն է շոյում, բայց հատկական հավկիթները պետք է լինեն կարմիր։ Մեծ հաշվով կարևոր չէ, թե ինչով են ներկված, կարևորը խորհուրդը հասկանալն ու պահելն է։ Քանի դեռ խոսում ենք ներկելու մասին, ասեմ, որ հավկիթները ներկում են անգամ այն ընտանիքներում, որտեղ հարազատ են կորցրել։ Դա չի նշանակում, թե իրենք անարգում են հանգուցյալին կամ սուգը սխալ են պահում։ Ընդհակառակը, դրանով ցույց են տալիս իրենց հավատը, որ Քրիստոսի արյունը թափվել է անգամ այդ մարդու հոգու փրկության համար։ Եթե անգամ հանգուցյալի մահվան 40 օրը չի լրացել, նրա ընտանիքը զատկից առաջ սգից դուրս է գալիս ու տոնից հետո էլ չի պահում 40 օրյա սուգը։